Ողջունում եմ յուրաքանչյուրիդ, ես Եվան եմ։ Այսօր ուղիղ զրույցի շրջանակներում զրուցելու եմ ձեզ հետ գիտակցության մասին, որոնք են գիտակցության 3 շերտերը եւ ինչպես է ձևավորվում մարդու կյանքը, ղեկավարվելով դրանցից յուրաքանչյուրով։ Մինչ այդ նշեմ, որ հոգու մակարդակից չկա գիտակցության տարբեր շերտեր, կա մեկ ամբողջական գիտակցություն։ Եվ այդ բաժանումը կատարվում է մարդու մակարդակից, մարդու գիտակցությամբ, այդ ամբողջական գիտակցության հետ աշխատելու համար, քանի որ մեր ընկալումը իցնե չի լինում ամբողջական, մենք մասնակի ենք ընկալում ամբողջականությունը գիտակցության եւ այդ պատճառով բաժանում ենք 3 մասերի եւ ավելի լինում են տարբերակներ, որ նաեւ ավելի շատ են մասնատում, որպեսզի ավելի հեշտ հնարավոր լինի ընկալել այդ ամբողջական գիտակցությունը մեր։ Որոնք են այդ 3 շերտերը՝ ենթագիտակցություն, գիտակցություն եւ վերգիտակցություն։ Հիմա անդրադառնամ դրանցից յուրաքանչյուրին։ Ինչ է իրենից ենթադրում ենթագիտակցությունը։ Ենթագիտակցությունը դա մեր չգիտակցված փորձն է։ Այն ապրումները, հույզերը, ցավալի, տառապալի հույսերը, ապրումները, որոնք մենք չենք ցանկանում ընդգրկել մեր հիշողության մեջ կամ չենք կարողանում առերեսվել այդ իրականության հետ, դրանք թաքնվում են մեր ենթագիտակցությունում։ Բայց ոչ ընդմիշտ, մինչև այն ժամանակ, երբ մեր գիտակցությունը կհասնի այն աստիճանի, որ մենք կարողանանք բացել եւ աշխատել այդ մեր փորձի հետ եւ չգիտակցված փորձը դարձնել գիտակցված։ Ենթագիտակցության մեջ թաքնված են նաև մեր նախկին կյանքերի չգիտակցված մասերը գիտակցության, չգիտակցված ասելով ինչ նկատի ունեմ, եթե մենք ապրում ենք հոգու հետ համատեղ կյանքով, կյանքի վերջում պետք է մենք վերադառնանք մեր մայրական հոգուն, եթե մեր հոգին թեթև է, չկան ծանրացած հիշողություններ, ապրումներ, փորձ։ Բայց շատ հաճախ հոգին իջնելով ներքին հարթություններ, այստեղ կուտակում է բացասական փորձ եւ կյանքի վերջում այդ ամենը չի կարողանում բաց թողնել ու վերադառնալ իր մայրական հոգում, մնում է ներքին հարթություններում եւ հաջորդ արդեն կյանքը նոր ձևավորվող գնալու է այդ կետից։ Հաջորդը մեր գիտակցությունն է։ Գիտակցությունը մեր եսի, այն է անձի, այն է էգոյի դրսևորումն է, կյանքը ձևավորվում է էգոյի գեր դրսևորմամբ, այստեղ գերիշխում են անձնային որակները, կյանքը ձևավորվում է անձի շուրջ ու անձի վերաբերվող իրականության շուրջ, շատ հաճախ կտեսնեք ձեր իրականությունում մարդիկ, որովհետև այդ մարդիկ շատ են մեր իրականությունում։ Գիտակցությունով ապրող մարդը իր կյանքը ձևավորում է սահմանափակելով մարդ տեսակով, այսինքն ես մարմին եմ, բանաձևն է իր բնորոշումը տալիս կյանքի, որ մարդը ձևավորում է իր կյանքը իր եսի շրջանակներում, ամեն ինչը կապված է իր եսից դուրս է գալիս, եսի շրջանակներում էլ պտտվում է։ Հաջորդը արդեն վերգիտակցությունն է։ Վերգիտակցությունը դա մեր հոգու այն գիտակցությունն է, որը արդեն վեր է մարդկային եսի գիտակցությունից։ Սովորաբար մարդիկ մուտք չեն ունենում այդ գիտակցության հետ, կապ չեն ունենում, բայց որոշակի էվոլյուցիայի գիտակցության բարձրացման հետևանքով հնարավոր է լինում այդ կապը վերականգնել ու արդեն կյանքը ձևավորել հոգու հետ համատեղ։ Ինչպես է ձևավորվում մարդու կյանքը ղեկավարվելով դրանցից յուրաքանչյուրով։ Ենթագիտակցության թելադրանքով ապրելու ժամանակ մարդը կարելի է ասել ապրում է իր անցյալով։ Այդպիսի մարդիկ շատ ակտիվ չեն երրորդ հարթության մեր սոցիումի շրջանակներում, իրենք այսպես ետին մղված կյանքով, ետին պլան մղված կյանքով են ապրում ու իրենք շատ ժամանակ ապրում են անցյալով, անցյալի հիշողություններով, ապրումներով, քանի որ այդ ապրումները այնքան խորը հետք են թողել իրենց հոգու հիշողության մեջ, որ արդեն ուր չի մնում, որ գնան առաջ ու իրենք արդեն մնում են այդ կյանքի իրենց գլխավոր մնում է այդ խնդիրը ու ամբողջ կյանքը պտտվում այդ խնդրի շուրջ։
Հաջորդը գիտակցությունն է։ Գիտակցությամբ ապրող մարդը սովորական նորմերով է շարժվում, մեր հասարակության մեջ ընդունված, կարգավորում է նաև հասարակության կողմից, սովորական իր կյանքը ձևավորում է որպես մարդ, ուսուցում, կարիերա, ով ինչքան կկարողանա իրեն պատկերացնել այս դերում, բայց իր գոյությունը պայմանավորված է այս մարդկային եսի շրջանակներում, այսինքն նա մարդ է, բայց հոգու ներկայությունը որպես այդպիսին չկա կյանքում։ Նա ղեկավարվում է, կարգավորվում է լոկալ օրենքներով, մարդկային կյանքի ընթացքում, մարդկության էվոլյուցիայի ընթացքում դուրս բերած օրենքների միջոցով է կարգավորվում իր կյանքը։ Այդպիսի մարդկանց համար շատ մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքը իրենց մասին, թե ինչպիսի համբավ կունենան, ինչպիսի անուն կունենան, ինչ կարծիք կունենան հանրությունը իրենց մասին, որովհետև իրենց համար դա չափորոշիչ է։ Իրենք դրանով են գնահատում իրենց հաջողությունները, իրենց ձեռքբերումները, ճիշտ եւ սխալ ուղիները ղեկավարվում են հասարակության նորմերով։ Եվ երրորդը դա արդեն վերգիտակցությունն է, ու վերգիտակցությունով ապրելու ժամանակ մարդը արդեն իր կյանքը ապրում է ոչ թե որպես առանձին մարդ էակ, այլ արդեն համատեղ միաձուլելով գիտակցությունը բարձրագույն հոգու հետ։ Այդ ժամանակ կյանքը լրիվ այլ ընթացք է ստանում, եթե առաջին դեպքում, ենթագիտակցության դեպքում մարդը ավելի շատ ուշադրությունը պահում էր իր անցյալի վրա, գիտակցական կյանքի դեպքում մարդը ուշադրություն կենտրոնացնում էր ներկայի վրա, ապա վերգիտակցությունը ընդգրկում է այդ ամենը եւ նաեւ ձևավորում է ճանապարհ արդեն բարձր գիտակցության համապատասխան։ Մեկ տարբերություն ասեմ, ենթագիտակցության ժամանակ մարդը կարող է շատ ցավալի կերպով դրվել իրավիճակների մեջ, որպեսզի այն փորձը, որը որ չի ցանկացել կամ ինչ-որ պատճառներով չի գիտակցել, գիտակցի եւ ինտեգրի իր հոգու մեջ։ Բայց բարձր գիտակցության ժամանակ այդպես չի լինում, ոչ մեկ երբեք չի ստիպում մարդուն ապրել վերգիտակցության համապատասխան, դա միայն ու միայն մարդու ընտրություն է լինում եւ բարձր հոգու հետ համատեղ կյանքը ձևավորելու ժամանակ դա արդեն լինում է համատեղ աշխատանք հոգու հետ միասին ու կյանքի այդ երեք շերտերը նույնպես ընդգրկված են դրա մեջ, բայց արդեն ավելի գիտակից, ավելի պարզ, ավելի հստակ։ Երբ մարդու կյանքը ձևավորվում է վերգիտակցության համապատասխան, արդեն կյանքը այլ ընթացք է ստանում մարդու։ Արդեն մարդու կյանքը չի ենթարկվում հանրության, հասարակության օրենքներին, նորմերին, կարող է այդ ճանապարհը ընդգրկել նաև ենթագիտակցության եւ գիտակցության հետ աշխատանք, բայց այդ ամենը արդեն ծառայում է վերնպատակին։ Արդեն ձեր կյանքի առաջադրանքները, այսպես ասած, լրիվ փոխվում են։ Եթե գիտակցական մակարդակին համապատասխան կյանք ձևավորելու համար ձեզ բավարար է լինում ու դուք լրիվ ձեզ բավարարված եք զգում ու կյանքի առաջադրանքները կատարած եք զգում ձեզ, որպես անձ, ունենալով օրինակ կրթություն, ունենալով ընտանիք, քիչ թե շատ նորմալ վարձատրվող աշխատանք, ապա վերգիտակցությունով ապրելու ժամանակ այդ նպատակները արդեն բավարար չեն ու արդեն կյանքը ստեղ ձևավորվում է լրիվ այլ ավելի բարձր, ավելի վեհ նպատակների համար ու այդ ամբողջը ծառայում է այդ գերնպատակին, ամբողջ ձեր կյանքը ծառայում է այդ գերնպատակին։ Դուք ձեր կյանքը արդեն ձևավորում եք ոչ թե որպես անձ, որպես անջատ ես, այլ արդեն հոգու հետ միասնության ժամանակ ձևավորվում է հոգու եւ անձի համատեղ կյանքը։ Այսինքն ամբողջ ձեր կյանքը լինում է ձեր հոգու հովանու հովանավորության ներքո։ Ու անկախ այն հանգամանքից, թե դուք որ գիտակցության համապատասխան եք ձևավորում ձեր կյանքը, միշտ կա հնարավորություն անցում կատարել բարձր վերգիտակցությանը եւ այն փորձը, որոնք դուք ապրում եք ու չգիտակցված փորձը, որոնք դուք ունեք ենթագիտակցության մեջ, դա հնարավորություն կա ավելի արագ հասկանալու, ապրելու ու ինտեգրելու ձեր հոգու մեջ
Նշեմ նաև, որ սա ուղղակի մոդելներ էին, որոնք ես բացատրեցի, միշտ այդպես հստակ բաժանումներով չի լինում կյանքը, լինում են տարբեր էտապներ մարդու կյանքում, տարբեր իրավիճակներ, ենթագիտակցությունից փոխվում է գիտակցություն, գիտակցությունից փոխվում է ենթագիտակցություն, լինում են ժամանակներ, երբ որ մեր բարձրագույն հոգին ցանկանում է ավելի շշտակի ուղումներ մտցնել մեր կյանքի մեջ, ու որոշ ժամանակ մենք լինում ենք վերգիտակցության հովանու ներքո, կյանքը հիմնականում լինում է բազմախորշ, 3 տարբեր մակարդակների միաձուլումով, հաջորդականությամբ, բայց բարձր հոգու հետ վերգիտակցության համապատասխան կյանքը ձևավորելու համար պետք են ջանքեր, պետք է աշխատանք, պետք է ցանկություն, պետք է դիտավորություն, պետք է հստակ կողմնորոշում։ Այն հարցին, թե որ գիտակցության համապատասխան է ավելի ճիշտ ապրել այստեղ, պատասխանը իմ միակն է, վերգիտակցության համապատասխան։ Չնայած նրան, որ այդ ճանապարհը կարող է լինել շատ բարդ, շատերի կողմից կարող է անհասկանալի լինել, որովհետև այդ ճանապարհը հնարավոր է լինում հասկանալ ու ներսից տեսնել միայն այդ ճանապարհով գնալու ժամանակ, բայց առավելությունները, որոնք դուք կունենաք այդ ճանապարհով գնալու ժամանակ, դա անհամեմատելի են անգամ մյուս 2 տարբերակների հետ, որովհետև նախ առաջին հերթին այդ ճանապարհը ընդգրկում է մյուս 2-ը, եւ նաեւ կարող է ընդգրկել եւ կարող է չընդգրկել, դա կախված է լինում արդեն ձեր բարձրագույն նպատակից, եւ մյուս կողմից այդ ճանապարհը ձեզ բերում է ամբողջականության եւ միավորման ձեր հոգու հետ։ Տեսեք, մեր իրականությունում մարդիկ, մենք որպես մարդ անընդհատ խոսում ենք հոգու արժեքների մասին, բայց եթե փորձենք վերլուծել մեր իրականությունում, հոգին հենց անմիջական մասնակցություն շատ քիչ ունի։ Ամեն ինչ պտտվում է անձի ու անձից դուրս եկող ցանկությունների, նպատակների շուրջ։ Իսկ բարձրագույն հոգու հետ կյանքը արդեն ձևավորում է հոգու անմիջական ներկայության, անմիջական հովանավորության ներքո, ու այդ գիտակցությունը, այդ ամբողջականությունը, որը դուք ձեռք եք բերում այդ ճանապարհի ժամանակ, անգնահատելի է։ Դա հնարավոր չէ, կարող ենք այսպես ուղղակի ներսից որոշակի պատկերներ ցուցադրել, որոշակի փակագծեր բացել, բայց դա ապրումները յուրովի են ամեն մեկի համար ու բացահայտումները շատ ահռելի ամեն մարդու համար այս ճանապարհով անցնելու ժամանակ։ Իմ հեղինակային դասընթացում հոգևոր զարգացում ներքին էներգիա վերնագրով աշխատում ենք հենց այդ 3 գիտակցության շերտերի հետ, աշխատում ենք նախկին կյանքերի հետ, էներգետիկ մարմինը զարգացնելու միջոցով հնարավոր է լինում ավելի շոշափելի կապ ստեղծել հոգու հետ եւ ձևավորել կյանքը արդեն բարձր գիտակցության համապատասխան։ Այս թեմայի շրջանակներում առայժմ այսքանը, եթե ունեք հարցեր, ուղարկեք մեզ, սիրով կանդրադառնանք հաջորդ զրույցների ժամանակ, շնորհակալություն։